Որևէ նոր պայմանավորվածություն ձեռք չի բերվել, Հայաստանը շարունակում է կատարել օգոստոսի 8-ի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։ Այս մասին ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը, շեշտելով իր համար առաջնային են փաստաթղթերը, ոչ թե հայտարարությունները։ Ղահրամանյանն անդրադարձել է օրերս Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևի հնչեցրած կոշտ հայտարարություններին, նշելով, որ դրանք չնայած իրական քաղաքական ազդեցություն չունեն, սակայն խաղաղության գործընթացը խոչընդոտող քայլեր են։ Դա հիմնականում ներքին լսարանին ուղղված հայտարարությունները այդ մարդու մոտ չեն փոխվում, ես իր արտահայտությունների վրա, հայտարարությունների վրա չեմ հիմնվում, ես հիմնվում եմ նրա վրա, թե երկու պետությունների ղեկավարները ինչ են ստորագրել։ Ներքին լսարանի համար ինքը կրկնում եմ մեծամասամբ իր այն թշնամական հռետորաբանությունը, որ գործածում է, դա բոլորս էլ գիտենք, որ իր ներքին լսարանի համար է։ Դա այլ հոգեբանական պատճառներ ունի իմ համար, ես կարծում եմ, որ Իլհամ Ալիևը եւ ադրբեջանական կողմը խաղաղության այդ փաստաթղթով օգոստոսի 8-ի իմ կարծիքով այդքան էլ բավարարված չի եւ ես տեսնում եմ չբավարարված մարդու Ինչ էր ուզում, որ չստացավ միջանցք կոնկրետ։ Պատգամավորի կարծիքով Ադրբեջանի իշխանությունը լիովին բավարարված չէ օգոստոսի 8-ի փաստաթղթով։ Իրանք ուզում են կոնկրետ միջանցք երրորդ պետությունների հսկողությամբ ավելի շատ իրանց դաշնակից քան մեր այդ պետությունների եւ դա չստացավ, ելի եմ ասում, իմ մոտ այդպիսի տպավորությունն է, որ բավարարված չեն։ Իսկ արդյոք Ամերիկայի Միացյալ Նահանգները երրորդ կողմ չի հանդիսանում։ Լրագրողի այս դիտարկմանը պատգամավորը պատասխանել է. 5 սկզբունքները պահվելու է։ Այդ 5 սկզբունքների պահվելը հենց Ալիևի կամ ադրբեջանական կողմի սրտով չի եղել։ Ես կարծում եմ եւ որովհետեւ եթե ամեն ինչ իրանց սրտով լիներ, ամեն ինչ իրանց ուզածով լիներ, խի պետք է իրանք իրավիճակը սրեին։ Ղահրամանյանը կրկին ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունը պատրաստ է հետևողականորեն առաջ մղել խաղաղության գործընթացը, հենվելով արդեն նախաստորագրված փաստաթղթի վրա, որը նրա խոսքով այլևս փոփոխության ենթակա չէ։ Ղահրամանյանը նշել է, որ TRIP նախագծի իրականացման մասով Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ քննարկումները շարունակվում են։ Շինարարական աշխատանքների մեկնարկը սակայն դեռևս չի տրվել։ Եթե դուք նկատի ունեք, որ կոնկրետ գործողություններ շինարարության մասով, ապա ոչ, այս բանը չի արվում, որտեղ դե բնականաբար դա պետք է նախագիծ արվի, շինթույլտվություն ստանա եւ այլն եւ այլն։ Նարեկ Ղահրամանյանի պնդմամբ այն փաստը, որ Հայաստանի երկաթուղային ցանցը կառավարում է Ռուսաստանի երկաթուղիներ ընկերության դուստր ձեռնարկություն հանդիսացող հարավկովկասյան երկաթուղիները, ամենևին չի խանգարում TRIP-ի երկաթուղու գործարկմանը, քանի որ այն Ռուսաստանի վերահսկողության տակ չի գտնվելու։ Անդրադառնալով Ալիևի հայկական տարածքների տեղանունների վերաբերյալ հայտարարություններին, Ղահրամանյանն ընդգծել է. Դա ես կարծում եմ, եթե սրել չէ, ապա նվազագույնը խաղաղության վնասում է։ Չէ, օգոստոսի 8-ից հետ քայլ չեն անում բանավոր խոսակցություններով։ Ստորագրված փաստաթղթից հետ քայլ չեն անում խոսքերով։ Կամ պաշտոնապես դուրս են գալիս, կամ դուրս չեն գալիս։ Բայց ես կարծում եմ, որ ինչպես էլի մեր խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբենյանն ասել, պետք չէ հետ գնալ պատմության մեջ, որտեղ պատմության մեջ եթե հետ գնանք, պարզվելու է իրականում Ադրբեջան չկա, բայց Հայաստան կա, իսկ դա ոչ միտեղ չտանող խոսակցություն։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորը նաև արձագանքել է Բաքվի հայաստան-ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին հայտարարություններին, նշելով այդ մասին պաշտոնական փաստաթղթերում ոչինչ չկա եւ նման հարց առհասարակ չի էլ քննարկվել։ Եթե անձամբ ինձ եք ասում, ես պատրաստ չեմ ադրբեջանցիների հետ ապրել, մարդիկ կան, ովքեր Հայաստանում ապրել են ադրբեջանցիների հետ, ադրբեջանցիներ կան, որ ապրել են հայերի հետ, այն խորհրդային միության տարիներին, բայց ես ուզում եմ էլի եմ ասում, համաձայնեցված փաստաթղթում ստորագրված խաղաղության համաձայնագրում նախաստորագրված եւ ոչ մի բանակցություններում ուղղակի նման խոսակցություն չկա։ Վերադառնան, չգիտեմ, կարող է 50 տարի հետո գան Գառնի Գեղարդը տեսնան, վերադառնան իրենց եկել որպես տուրիստ։ Կարող է հայերը նաև գնան, բայց դա վերադարձ որպես այդպեսին չի կարող դիտարկվել։ Ինչ վերաբերում է հաջորդ տարի սպասվող խորհրդարանական ընտրություններին, ապա Ղահրամանյանը հայտնել է, որ դեռևս չի առաջադրվել, սակայն առաջիկայում իր անունն անպայման կհայտնվի կուսակցության նախընտրական ցուցակում, քանի որ հանդիսանում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամ։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։